Շնորհակալություն, ճիշտ ասած ես տարակուսած եմ արտաքին գործերի նախարարության անվանափոխության հետ կապված ընդդիմության աղմուկից, տպավորություն է, որ մի քիչ էլ խոսեին, պիտի ասեին ոնց է այդ սակրալ անունը համատեղում, ինչ որ առևտուր բառի հետ, միթե վայել է արտգործնախարարին զբաղվել առևտրով, նա պիտի զբաղվի արտաքին գործերով եւ ոչ թե միջազգային առևտրով, այդ մտածելակերպն է իշխել հանրապետությունում տարիներ շարունակ, երբ պետական գործիչները բարձրաստիճան չեն էլ հասկացել, որ արտաքին հարաբերություններ եւ արտաքին առևտուր բառերը նույնական են։ Աշխարհի բոլոր արտաքին գործերի նախարարները զբաղվում են միայն առևտրով։ Միայն, ոչ միայն տնտեսական առևտրով, այլ ընդհանրապես քաղաքական առևտրով։ Աշխարհի բոլոր արտգործնախարարների միակ գործը արտաքին միջազգային առևտրով զբաղվելն է, այսինքն առնելը եւ տալը, առնելը եւ տալը, առնելը եւ տալը։ Ճիշտ այնպես, պարոն Խաչատրյան, ինչպես օրինակ Իսրայելի արտգործնախարարը օրինակ ցեղասպանության, հայոց ցեղասպանության ճանաչման հարցը իրենց արտաքին քաղաքական օրակարգ մտցնելուց հետո մտցրեց, հետո հանեց, հետո մտցրեց, հետո հանեց, այդ ամբողջ ընթացքում տեղի ունեցավ առևտուր, պարոն Խաչատրյան, առևտուր։ Այն որ պարոն Վարդևանյանն ասում էր, վայ, վարչապետն ասեց մեր նահատակների, մասունքները իրար գլխին են տալիս, իսկ որ առևտրի առարկա դարձավ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարց, ու դա դարձավ, եղել է բազմաթիվ անգամներ, ու որպես կանոն դա եղել է միջազգային առևտրի հարց, դրանից չեք տարակուսում։ Բայց վարչապետի ալեգորիայից տարակուսում եք, այո, արտաքին հարաբերություններ եւ միջազգային առևտուր բառակապակցությունները հոմանիշներ են, թե բառի բուն, թե փոխաբերական իմաստով։ Եվ ժամանակն է ընդհանրապես, այո, պարոն Ղազարյան, շատ վատ է, որ դուք դեսպան լինելով, այդքանը չեք էլ ձեզ մի օր ես առանձին կանադառնամ, դուք էլ բացվեք ստեղ, ձեզ մի քիչ ֆորա եմ տալիս, ձեզ մի հատ առանձին կանադառնամ, որ դեսպան լինելով, այդտեղից ձեռներդ գլուխներիդ եք դնում չգիտակցելով, որ դուք պետք է առևտրով զբաղվեք։ Եթե նկատել եք, ես ձեզ ասացի ավարտեք։ Ոչ թե